Պարոն Շահնազարյան, Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունների արդեն 5-րդ փուլն է մոտեցել ավարտին, մայիսի 23-ին Հռոմում է կայացել այն, կողմերը վերջնական համաձայնության դեռ չեն եկել, Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ և դրա նոր չափորոշիչների վերաբերյալ մասնավորապես կողմերը պայմանավորվել են հետագայում քննարկել, առաջիկա իրենց հանդիպումների ժամանակ քննարկել, Ուշագրավ է նաև, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնում է, որ առաջընթաց է գրանցվել Իրանի հետ միջուկային բանակցություններում և ակնարկել է, որ մոտակա 2 օրվա ընթացքում կարող է ինչ-որ լավ բան հայտարարվել և չի մանրամասնել, թե այդ լավ բանը ինչ է իրենից ներկայացնում, ինչին սպասենք։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ ասել է, որ 1-2 հանդիպումների ընթացքում Իրանի դիրքորոշման ավելի լավ ըմբռնման դեպքում կողմերը կարող են հասնել համաձայնությունների։ Մասնավորապես ինչ համաձայնությունների մասին է խոսքը, Իրանի պաշտոնական շրջանակները ինչ են ակնարկում արդեն Իրանում։ Իրանի տեսանկյունից կարևոր 2 հանգամանք կա։ Մեկ, որ Իրանին վերապահվի իր տարածքում ուրանի հարստացման իրավունքը, և 2, չեղարկվեն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները։ Սա Իրանի հստակ պահանջն է, որը ներկայացրել է ողջ բանակցությունների ընթացքում, այս 5 փուլի ընթացքում, ինչպես նաև դեռևս նախորդ բանակցությունների ժամանակ, երբ այդ բանակցությունների արդյունքում ստորագրվեց միջուկային համապարփակ համաձայնագիրը, որը այս օրերին դե ֆակտո առոչինչ է դարձել։ Ինչպես նշեցի, Իրանը այդ 2 հիմնական պահանջներն ունի և անընդհատ շեշտը դրվում է այն բանի վրա, որ եթե ձեր նպատակը զրո միջուկային զենքն է, ուրեմն այդ դեպքում կա համաձայնություն, եթե անհրաժեշտ են միջազգային այսպես կոչված երաշխիքներ և վերահսկողություն, օրենքի սահմանում կա նաև դրա մասին համաձայնություն, բայց եթե պահանջը շարունակում է մնալ այն, որ Իրանը պետք է հրաժարվի իր տարածքում ուրանի հարստացման իրավունքից, ապա այդ դեպքում չի կարող լինել որևէ համաձայնություն։ Սա հստակ ընդգծել են Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, սկսյալ գերագույն հոգևոր առաջնորդից մինչ արտգործնախարարը և այլ պաշտոնյաներ, և սա այն կարմիր գիծն է, որը հստակ է, որ Իրանը չի ցանկանում և թույլ չի տալու հատել այս բանակցությունների ընթացքում։ Ամբողջ գործընթացը ընթանում է այս օղակում և այս տրամաբանության սահմաններում։ Ձեր ընկալմամբ, ձեր տպավորությամբ, արդյոք բանակցային շրջապտույտի մեջ չեն գտնվում կողմերը և ամեն ինչ նույն հանգրվանին չի հասնելու, ինչին որ կար, և այս իմաստով ինչ նոր էլեմենտ է ավելացել, որը հույս է ներշնչում, որ այս անգամ կստացվի։ Ամեն ինչ հնարավոր է իմ կարծիքով, այսինքն թե կարող է կրկնվել այդ փակ օղակում տեղապտույտը, թե նաև կարող են հասնել ինչ-որ արդյունքի։ Ես կարծում եմ, իմ ընկալումս դա է, որ շատ բարդ գործընթաց է լինելու, բայց այնուամենայնիվ համաձայնության հասնելու շանսերը բարձր են, որովհետև 2 կողմերի անմիջական շահերից է բխում, որպեսզի կայանա ինչ-որ համաձայնություն, որպեսզի այս լարվածությունը, որ ստեղծվել է, թոթափվի և կողմերը խուսափեն հնարավոր էսկալացիայից, ռազմական առճակատումից և այն ինչից, որը կարող է այսպես կոչված շատ ծանր հետևանքներ և ունենալ, անդառնալի հետևանքներ ունենալ 2 կողմի համար և այնպիսի մի իրավիճակից, որի ելքը ոչ ոք չի կարող կանխորոշել կամ ենթադրել։ Բանակցությունների դրական ընթացքը, որքանով հասկանում ենք ընթացքը գոնե դրական է, դեռ մինչև հանգուցալուծմանը հասնելը, ինչ է խոստանում, արդյոք Իսրայելը զուսպ կպահի իրեն այս ժամանակահատվածում և եթե դրական ավարտ ունեցավ 2 կողմի համար էլ, Իսրայելը չի փոխի, շեշտակիորեն չի փոխի իր դիրքորոշումը Իրանի նկատմամբ։ Գլխավոր այսպես կոչված ինտրիգը այս բանակցություններում հենց Իսրայել կոչված պետությունը և երևույթն է,
որովհետև ամենամեծ խոչընդոտը երկու կողմերի միջև համաձայնություն հասնելու առումով հենց Իսրայելն է, ոնց որ մի ծանր կշռաքար լինի կախված Միացյալ Նահանգների վզից եւ փորձում է իր կամքը պարտադրել Միացյալ Նահանգներին Իրանում ուրանի հարստացումը զրոյականի հասցնելու, այսինքն բացառելու այսպես կոչված պահանջը պնդում է Իսրայելը եւ քանի որ Միացյալ Նահանգները համարվում է Իսրայելի ամենամոտ ռազմավարական դաշնակիցը եւ Իսրայելի անվտանգության երաշխավորողը այս տարածաշրջանում գլխավոր երաշխավորողը դա սահմանափակում է Միացյալ Նահանգների մանևրի հնարավորությունը այս բանակցություններում Իսրայելը այո սպառնալիքներ է հնչեցնում կա սպառնալիք որ եւ լուրեր այն մասին որ նախապատրաստվում են հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին անկախ բանակցությունների ընթացքից եւ արդյունքից սակայն ես կարծում եմ որ դա դժվար թե տեղի ունենա որովհետեւ Իսրայելը հիմա միջազգային առումով չի գտնվում այնպիսի պայմաններում որը իրեն կշնորհի այսպես կոչված ճակերտավոր լեգիտիմությունը նման գործողությունների դիմելու համար մանավանդ որ Թրամփի վարչակազմի համար եւ անձամբ հենց ինքը նախագահ Թրամփի համար չափազանց կարեւոր է Իրանի միջուկային այսպես կոչված թնջուկը խաղաղ բանակցային միջոցներում կարգավորելու համար մենք չմոռանանք որ այս ամեն ինչը նաեւ Դոնալդ Թրամփի համար կրում է քարոզչական բնույթ Ուկրաինայում պատերազմը խաղաղությամբ իր միջնորդությամբ խաղաղությամբ ավարտելը Իրանի միջուկային ծրագրի հետ կապված թնջուկը համաձայնությամբ եւ խաղաղ պայմանագրով ավարտելը եւ Իսրայելի նման քայլերը կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ նրա այս ծրագիրը իրագործման համար ոչ միայն խոչընդոտ այլ ամբողջովին կազմաքանդեն Իրանի կտրվածքով այդ ծրագրի իրականացումը այնպես որ ես չեմ կարծում որ Իսրայելը կարող է եւ հիմա ունի այդ հնարավորությունը նման քայլի դիմելու մանավանդ եթե հաշվի առնենք այն հանգամանքը որ նման հարվածները չեն կարող ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը 1 Իսրայելը չի կարող այսպես կոչված ոչնչացնել Իրանի պետությունը Իրանի իշխանություններին այնինչ որ երազում է դրա մասին եւ ամենակարևորը կարծում եմ որ դեռևս կան ստապ մտածող ուղեղներ Թել Ավիվում որոնք գիտակցում են թե նման արկածախնդրության դեպքում ինչպիսին է լինելու Իրանի պատասխան հարվածը եւ ինչ աղետալի հետևանքներ կարող է ունենալ այդ պատասխան հարվածը Թել Ավիվի համար Եվ վերջինը կարող ենք ասել, որ Միացյալ Նահանգների արդեն նորընտիր նախագահը իրեն փակուղու մեջ է դրել վերջնագրերով խոսելով Իրանի հետ եւ հիմա ստիպված է կամ դրական ուրեմն բանակցությունները դրական ավարտ ունենալ եւ ամեն ինչ անել նպաստել դրան որպեսզի դրական ավարտվեն այդ բանակցությունները կամ էլ բացասականի դեպքում դիմել կոշտ քրես եւ խոստացել էր Այո, դա փաստ է, վերջնագրերով խոսելը, ընդհանրապես ես կարծում եմ միջազգային հարաբերություններում վերջնագրերով խոսելը չի կարող ունենալ այն ցանկալի արդյունքը, որ պետք է ստացվի։ Մենք տեսել ենք Թրամփը Գրինլանդիայի մասին վերջնագրերով է խոսում, այդ մաքսային հարաբերությունները Եվրամիության, Չինաստանի տարբեր երկրների հետ վերջնագրերով է խոսում, իսկ կոնկրետ այս պարագայում եւս Իրանի հետ փորձեց վերջնագրերով խոսել։ Կա իրողություն, որ Իրանի կալիբրի պետությունները, Իրանի կալիբրի երկրները, տարածաշրջանային նշանակության գերտերությունները, այն պետությունները եւ այն երկրները չեն, որոնց հետ հնարավոր է խոսել վերջնագրերի լեզվով։ Իրանը այս տարիների ընթացքում բազմիցս ապացուցել է դա։ Չմոռանանք, որ 40 տարուց ի վեր Իրանը գտնվում է պատժամիջոցների տակ, սանկցիաների տակ, բայց երբեք չի ընկրկել եւ չի նահանջել իր սկզբունքային դիրքորոշումներից, իր սկզբունքային, այսպես կոչված նպատակներից։ Այո, բանակցում է, այո, կարող է գնալ փոխզիջումների, բայց այն կարմիր գծերը, որոնք սահմանում է, երբեք դրանք չի հատելու եւ
որևէ սպառնալիք չի կարող, այսպես կոչված վերջնագիր չի կարող Իրանին ստիպել հատել այդ սահմանագծերը։ Չմոռանանք, որ Իրանում փորձագիտական շրջանակները անընդհատ նշում են նույն բանը, որ 40 քանի տարի ապրել ենք այս պայմաններում, կարողացել ենք զարգացնել երկիրը, կարողացել ենք դիմակայել մարտահրավերներին, ամենակարևորը ստեղծենք ինքնուրույն միջուկային ծրագիր խաղաղասիրական նպատակներով։ Հիմա եւս կարող ենք դա բոլորը անել։ Չնայած որ բոլորի համար ցանկալի այս պատժամիջոցները ավարտվեն, երկիրը տնտեսական նոր զարթոնք ապրի, բայց այնուամենայնիվ ոչ վերջնագրերով խոսել Իրանի հետ անելու է փակուղի, եւ ես չեմ կարծում, շեշտեմ, սա իմ կարծիքն է անձնական, որ Թրամփը կգնա առճակատման, կգնա այսպես կոչված արկածախնդրության եւ ռազմական այսպես կոչված հարցի ռազմական լուծման ու կարգավորման, քանի որ ինչպես նախորդ հարցին պատասխանելիս էլ ասացի, դա բացարձակապես իր անմիջական շահերից ու իր անձնական իմիջից չի բխում, իսկ մենք գիտենք, որ Դոնալդ Թրամփի համար ինչքան կարևոր է իր անձնական վարկանիշն ու իմիջը։